Բարի առավոտ աղջիկներս, բարի գալուս նոր վլոգ, ինչպես եք երեկվա անձրևից հետո այսօր սենց գեղեցիկ արև է բացվել տաք է եղանակը, Գյորգին ինչպես տեսնում եք դրսի խոտերն է հնձում, իսկ ես տեսեք ինչ եմ դրսից տուն բերել մի հատ գժվելիք, հլա նայեք աղջիկներ ջան, հիմա ինչ եմ անում Արագ ջրի մեջ եմ դնում, եմ պատրաստել որպեսզի հաց ուտենք, առավոտվանից տան մաքրությունով եմ զբաղված, բոլոր անկյունները այսպես մաքրելով դուրս եմ գալիս, կուխնին կարելի ասել արդեն վերջացնում եմ, բայց ասեցի մինչև հաց չուտենք, էլ գործ չեմ անելու, Սիունա չելը, նայեք ինչ լովնո, ջան։ Ստեղ մորավի ես տեսեցի։ Հա, վերցրեցի, բալես, այդ որ դրսից ես բերում, լինում է, հլա հոտ քաշի տես լավն է։ Անշապուրում։ Հա, մամա, լավ է, նստեղ մորավի է։ Հիմա աղջիկներ ջան դնում եմ ջրի մեջ, բայց սաղկամանս փոքր է։ Երեք մի հատ լավը տեսա, իզուր չվերցրեցի։ Երբ հասնեմ նույն խանութը, պետք է պարտադիր այդ սաղկամանը վերցնեմ։ Ինքը շատ մեծ էր ու սպիտակ սիրուն։ Մոմակալները վերցրեցի հիմա կոսմետիկայից, այն մյուս խանութում էր ծաղկամանը տեսա, բայց ուզում էի վերցնեմ, թե խի չվերցրի, խելքս ասա է, Աննա ջան, պետք է վերցրած լինեիր։ Սենց անենք, որ շատ տեղավորվի էլի, 13 հատա։ Ու այս ամենը մի գիշերվա մեջ է բացվել, երեք երկու հատ էր բացված, քաղեցի, իմ հայտնի դարձած պիոնի հետ ուղարկեցի երեկի ուսուցչուհուն, Instagram-ում արդեն հայտնի է դարել է պիոնս, 30,000 և ավել մարդ է դիտել, առաջին տեսահոլովակս է, որ այսպես ճանաչում է ձեռք բերել, ու չեք պատկերացնի այդ պիոնը ինձ ինչքան հետևորդուհիներ և հետևորդներ է բերել, որի համար անչափ շնորհակալ եմ, ուրախ եմ, հա, շնորհակալ եմ պիոնին աղջիկներ ջան։ Այդ օրը ինչ էի անում, հողամասից եկա, հոգնած, ասեցի մի հատ կոֆե խմեմ, այս մեկը սպիտակ է տեսեք, կոֆե խմեմ, նոր գնամ։ Ու որ ծաղիկները տեսա, ասի սպասեք, Instagram-ում երկար ժամանակ տեսահոլովակ չեմ տեղադրել, արդեն քանի որ կանոնավոր տեղադրում եմ, ու որ երկու օր չեմ տեղադրում, ակտիվությունը ընկնում է, դրա համար տեղադրեցի երկու տեսահոլովակ, մեկը սպիտակ ծաղիկներս, մյուսը պիոնս, ու պիոնս թռել էր սենց, այդպես միանում են ալիքից մինչև այսօր, արդեն 100-ավոր մարդիկ են միացել, հիմա եմ որ ուզեմ չուզեմ, Instagram-ում ավելի շատ ակտիվ եմ լինելու, ինչքան էլ ժամանակ չունենամ, ինչքան էլ այսպես քիչ լինի ժամանակս, ամեն դեպքում պետք է ակտիվությունս պահեմ, այս երկուսի պոչում քիչ կարճ է, բայց ոչինչ։ Շատ սիրուն է, շատ աղջիկեք ջան, բա հոտը, բույրը։ Վաու, այն կեզ գեղեցկություն։ Ինչ սիրուն է։ Ապա տեսեք, այս շքեղությանը, նայք, տեսեք ինչ շքեղ տեսք ունի, հիմա սիրուն կգնա հյուրասենյակ, ինչ սիրուն է, աղջիկներ ջան, երեխեքին վերցրեցի, գնում ենք Աննայաստոն, մեր հարևանուին բաբուշկեն դռանը նստած է,
Ասում ես էլի անձրև ա գալու, ասում եմ էլի, ասում հա, մի շաբաթ էլի պետքա գա։ Մի խոսքով ասում կարտոֆիլը այսքան ա, խոտը նույնպես, ասում եմ իմն էլ այդ ձև, ասում օժե ձեռներս էլ չի աշխատում, որ քախան անենք, որովհետև անհնար ա։ Ինչ որտեղ սրսկես չգիտեմ, ինչ է։ Եղանակը չի թողնում նույնիսկ, որ արևը նորմալ վառի այդ տեղը, օգնի էլի չի, եղանակ չի լինում։ Ասում բա երրորդ երեխեդ ուրա կորցրել ես։ Ասում եմ մանկապարտեզում ա։ Էրիկն ու Էլինան հետս։ Դա խոսացրու Էրիկ խուճուճի։ Ոգն խուճուճ չկա։ Խոճուս չկա ասում ա։ Խոտին վերջ չկա։ Ես տարի էլ ա խոտի տարի։ Մի խոսքով այդպես աղջիկեր կանգնանք Աննայաս Ֆուրիադաննա հետ կոֆե խմենք հետ գանք։ Ասեցի որ տանը մնամ գլխից գործեր եմ բացելու, ստեղ եմ քանդելու, ընդեղ եմ քանդելու։ Ավելի լավ ա տանից դուրս գամ։ Առավոտմանի քանդելով, մաքրելով դուրս եմ գալի։ Կանիկուլ ա, երեխեքը դուրս եկան դռները։ Էլի անձրև ա գալու, ոչ մի բան չեմ կասցնի անենք, վաղը պետք ա գնայի շիթիլ բերեմ, ես բայց եմ գնամ, առավոտ շուտ կգնամ, բերեմ սաղ մարգեր լրազնեմ, ոչ անձրև կպնի։ Մալադիես մեր եկեղեցու տեր հայրին անցավ, բարևեց, շատ մարդկային են, շատ են որ հարգալից, բոլորի հանդեպ վազելով ա գնում, լվազի վազմա, որտեն հերիք հետևից կվազի, թե չէ ես կոմարի մեքենայ ա գալի ճապսոս այն ծաղիկները Սիրուն բացվել, ագոնյա հավաքեն, տուն տանեն, անձրևը գալիս փչացնում ա, ծեծում ալնա այդ, շատ ափսոս ա, ես դրսում ծաղիկ չեմ թողում, կհավատակ թե չէ, ավելի լավ ա տուն բերես, մի քիչ երկար ապրի, համ տունն ա սիրունացնում, համ անուշ հոտ ա գալիս, համ էլ երկար ա մնում ծաղիկը, դրսում անձրևը սա փչացնում ա, Եթե անձրևը չկա, ապա արևն ա պառնում։ Մեր բակը վերջացրեց, եկավ Աննանց բակը մաքրելու։ Մոտիկ չգնաք, բալես, ապաս։ Ատեղա հարսիկը։ Բարձրացի։ Չես կարա։ Արի։ Ատեղա։ Կնացա։ Ես էլ եկել սոֆայի հետ խաղա։ Աղջիկներ ջան կոֆե խմելու, ինչ էլ խոտ ա, ասա թող Գյորգին մաքր ես ճամփեն գոյնը, պոպոկ կա ծառի վրա, կա,
հետաքրքիր է, ինչ ձև կեղն է։ Պոպոքի մուրաբա փակենք։ Չէ, շատ լավ է։ Ինչ միջև ստե վարել չտվեք որ։ Ահա լավ է։ Աստեղ է կարաս քախանես, ծեր մեր ցպնես, թող աճի։ Լավ է։ Բա ուր է բուգը տվածը։ Հա մենակ խոտն ես մաքրե։ Շատ լավ է։ Որն է Իրանը։ Բայց տարբերվում է թփերը, հա։ Այն ուրիշ սորտ է։ Բուգը պետք է սենց վեստինեմ իրա վրա քաշել։ Կողքերով փապկացնելով հավաքում ես վրա։ Կողքերով սենց չէ։ Ահա։ Նորը դրանց էլ մաքրել եմ խողովերան։ Խողերայլո։ Աստեղ բա ինչա կանաչի։ Ասենք Էսի փափուկա։ Հանա մեզ սերմերը, հալա։ Վարկյանական դուսա գալի, բարած հողա։ Մաքրից ափսոս այսքան տեղը դատարկ թողաս։ Կանանչի մանանչիկից հետո մարազիլնի կգցես ճաշերի մա։ Հետ պետքա ծաղիկ ծաղկի։ Վրեն ծաղիկ, հեն արդեն սկսում է ծաղկելը։ Հեսա կոկո մատալի։ այստեղ ուզեց ու քողեցեք հողը։ Հենա եկա տեղ կա, մաքրեք։ Հենա։ Կարող է հայ չապատանք այս բան սերա։ Անդեղ լցրեք։ Այս կոմը դու Բա այն էլ է քոնը։ Էսի վարկյանակման գործ է։ Մոտիկ չի լավ է։ Հա։ Մոտիկ չի։ Էնի մարգը նենց է վեր է բրծանում։ Մոդի բաստեղ է դատարկ։ Եկա հողեք կործրել, դե կանանչի լստեք, թողեք աճի։ Հա։ Անդեղ էլ ստեղ էլ։ Սամիդ, մամիդ։ Կհավաքես կլսնես մարազիլնիկ։ Ոյ հավերը չեն գալ։ Նենք ինձ սիրոնաշունիկը։ Էսպիոնները հավաքի տուն տարան նապսոսը։ Լիքը սաղ բացվել է։ Անձրև եկեց էծել է։ Հենա վարդերը տել է բացվում։ Ես սրանք պոյք բանա հոտը անուշա, դիր տանը, ես լավերը հեսա։ Արդեն նայ։ Ես տարել եմ, ես որ 13 հատ քաղել եմ։ Հա, լավն է։ Համեմ, հլը համեմին։ Չէ, լավն է։ Կլումնիկները կպելը, հա, կպելը։ Այնորն եմ չորել։ Հա, կպելը։ Այս հենց մաքրես, թող կլուբիկ տարածվի։ Սեղանսխոդերսուղ կանքել եմ, հաստաղալի լավ, կծել խավելուներ, բանի միջ է։ Ոչխարների։ Հա, ոչխարներ։ Ափսոսը, վարդիկը հլը, ծեծել է այդ անձրևը, սաղ պչացրեց։ Սմարոջին ատել է լավը։ Կապի բանի վրա, լիքը, կամպոտ կանես։ Հեսա, սրա վրա էլ ալիք, հողակի պտի կապես։ Այս ես կապի, նա ինչքան կա։ Տուկի թելով կապի։ Հատրուբեն։ Մերն էլ էլի հավաբնի էտ կողքը տենց հագնա։
Դրան ձեռք չես տալի։ Այդտեղ երկու դուրս արավ քծը։ Ով։ Սոֆիա կողմ էր հետո քծը։ Այդտեղ խաղում ուրա։ Ուրա գցե բա։ Այս բաները հապետի Ես էլ եմ սաղ արմատան եմ անում թափում։ Վավշե որ գցես էսի կարա քանդեք բաց տարածք եղնի։ Աղբանոցա էլի։ Կարաստեղին էտեսար երեգուր կալսին։ Ոց չեմ տես, էտենայ էլ չէի բրծրան աղջի ջան։ Դրա մասին որ խոսում եմ արդեն սարսափ եմ ապուչը։ Բաբա։ Էպին ձել ես դրա։ Բաբա, ֆոտոխանեմ։ Բարձր ճվա որ լսի պապան։ Բաբա, ֆոտոխանեմ։ Սոֆան վերակաց է, Սոֆյան։ Սոֆեչկա։ Կամած բալես, կամած։ Այստե, արի։ Արի, ինդեղ վտանգավոր է։ Աղջիկներս Գյորգին իր գործերը վերջացրեց ընձելու հետ կապված, ամեն ինչ այսպես մաքրեց, փայլացրեց, համ մեր բակը, համ Աննայանց բակը, եկել են երեխաներին վերցնենք ու տուն գնանք։ Հա? Աղջիկներս տորտ են պատրաստում հավաքել, այստեղ շոկոլադե բիսկվիթ է, ապա տեսեք ինչպես է ստացվել, կտրվածքին ուշադրություն դարձրեք, որ իդեալական է ստացվել, հիմա ինչ եմ անում, կրեմները պատրաստ է, կրեմ չիզ, պետք է գանաշը պատրաստեմ, բայց հիմա միայն կրեմ չիզով եմ հավաքում, սնիկերս եմ իդեպ պատրաստում, իսկ զարդարում ամեն ինչ արդեն առավոտյան, որովհետև արդեն ուշ է, երեխաները քնում են, իսկ ես պետք է պարտադիր գնամ իրանց կողքը, որպեսզի իրանք քնեն։ Ասեցի մի հատ ձեզ այս գեղեցկություններս ցույց տամ եւ ասեմ, որ անչափ ուրախ եմ, անչափ շնորհակալ եմ Instagram-ում ընդամենը 1-2 շաբաթ է ինչ ակտիվ եմ, արդեն դարձել ենք 1500 հետևորդ, որի համար անչափ շնորհակալ եմ, շատ ուրախ եմ եւ զգացված եմ։ Եթե դեռ չեք միացել իմ Instagram-յան ալիքին, ապա միացեք, սիրով ես ձեզ այնտեղ եմ սպասում։ Առաջ շերտը դնում ենք աղջիկներս, ես իրեն չեմ խոնավեցնում, որովհետեւ ինքը արդեն խոնավ է։ Հիմա կրեմ չիզ ենք քսում, ես արդեն ամեն ինչ այսպես գրամների եմ բաժանում, որպեսզի նորմալ բավականեցնի։ Ահա եւ վերջ, առաջի շերտը արդեն պատրաստ է, անցնում ենք երկրորդին։ Ինչպես տեսնում եք, ամեն ինչ առատ է եւ բնականաբար շատ համեղ։ Հասնում ենք երկրորդ շերտին։ Երկրորդ շերտը պատրաստում ենք շոկոլադե կրեմով, որ արդեն պատկերացնում եք ինչ համեղ է լինելու մեր սնիկերսը։ Եկեք աղջիկներս։ Երկրորդն էլ է պատրաստ, մնում է միջուկը տեղադրեմ, հիմա տեղափոխում ենք միջուկը, այսպես հերթով, քայլերով բարձրանում ենք վերև։ Ահա եւ վերջ հավաքեցի, մնացածը էտել վաղը։ Նշում ինչ խոշորշուներ։ Աղջիկներս գնում ենք շուկա, շիթիլ կա, շիթիլ առնենք, երեխեքին բերեցինք մանկապարտեզ, շատ վատ է, որ Էրիկը տանն Արսենը գալիս է, որովհետև սպասում է, որ Էրիկն էլ իր հետ հագնվի դուրս գա, Էրիկն էլ տանն է, դե Արսենին համոզի, որ Էրիկն է պետք է գնա, ասում եմ դու գնա բալես, մի 10 րոպե հետո պետք է Էրիկը գնա, հիմա որ իմացավ Էրիկը տանն է մնում, էլ վերջ, շատ դժվար կուղարկենք էլի մանկապարտեզ աղջիկեք ջան, այսօր ստեղ աղբյորը,
Հա, այս մի քանի շաբաթի է բաժանված օրերի տարբեր։ Ես ասի մարդ չի եղներ Անձրև եղանակին, բայց չէ։ Հա, հասցնենք շիթիլները դնենք, նոր թող գա։ Ես արագ վերցնեմ ու տանը մի անգամից տնեմ։ Չնայած եղանակին, եկ մարդ կա։ Կեսն էլ հայեր են գիտեք, չէ, վաճառողները։ Ոյ, շուտել չկա, հա? Չէ կա, չկա։ Սիրունա։ Աղջիկներ ջան, դա տեսեք կարտոֆիլները արդեն ծաղկում է, այնքան խոտն է մնացել, բայց այն որ ասում է հիմա դրա ժամանակը չի, այստեղ նոր լոբիներն է դուրս գալի, որ ցանել եմ, այս արդեն լոբիների երկրորդ քոլն է սկսում դուրս գալ, նայեք, հիմա ամպերը նորից հավաքվել են, նորից պետք է անձրև գա, արագ մարգերը բացեմ, ստեղ ինչ պետք է դնեի, լոլիկ, չէ, թե պղպեղ, այստի սմբուկի տեղներ, հա, հիմա աղջիկներ ջան պետք է լոլիկը դնեմ, հələ նայեք տեղեր կա, որ չի պահել, գծե թափել են, ջարդել են, ինչ են արել, հարևանի հավերը, անցքերը բացեմ, ու արդեն ստեղից են կոմ ամբողջը լոլիկ կդնեմ, իսկ են կոմը արդեն պղպեղ, անցանք գործի, ուրեմս մի հատ կնոջից աղջիկեք ջանթարխուն եմ առնում, ասում է, դուք ովքեր եք, ինձ ու Գյորգին ասում եմ, մարդուկին ենք, ովքեր ենք, ոնց են ջարդել, ես աշկես շներն են ջարդել, ելակները, ասում է դուք ովքեր եք, ասում եմ մարդուկին ենք, ասում է, չէ, ուզում եմ ասեմ, որտեղ եք մնում, ասում եմ, որ ստեղ գյուղում ենք մնում, մի քիչ հեռու է, լոլիկները դնելով գնամ աղջիկեք ջան, այդպես հետաքրքրվում էր այդ տատիկը, թե որտեղից ենք, ովքեր ենք, հետաքրքիր է էլի մարդկանց, վայ, էլի ջարդվավ, անենց է նուրբ է, խոտերը, ուրեմն ստենց պետք է լիներ, պետք է ջարդվել, այս պտատուկները որտեղից են դուսնել, ես է չեմ հասկանում, կարևորը հողը թացա, անձրև գա չգա, ես կտնկեմ ու նորից կջրեմ, այք ես խոտ, այսպես մեկ-մեկ դնում ենք, հիմա կդնեմ, կփակեմ ու նոր արդեն այս կողքերը կհավաքեմ, այսպես, շատ խորն ենք դնում, որպեսզի
օդում ծանրությունից չկախվի, հետո արդեն փետեր կդնեմ, կամրացնեմ, էլի։ Այս փոքրերը առանձին կդնեմ, փոքրերը ավելի լավ են աշխատում, ասես կարճ քոլերը ավելի լավ է էլի լինում։ Սպասեք, ես մեծերը դնեմ, հետո փոքրերը։ Ու շատ նուրբ է, մի փոքր չոր ես կպնում, ջարդվում է։ Արդեն ստեղ զիմել է դուրս գալի, հեսա մեկ, թելուկ մի անգամ տապակեցի ու անձրևն եկավ, ծեծեց թելուկին էլ չթողեց, շատ նուրբ է ես թփերը, անցած որ դրել եմ նայեք, իրանք արդեն կպել են, կեսն էլ թորնշել ընկել են, լրացումներ պետք է անեմ էլի, որտեղ որ ընկել է նորից դնեմ, որ ոչ մի խնդիր, այդ օծյան էր վաճառում, իրանից վերցրեցի, ասում Աննա ջան, էլ առողջություն չկա, արդեն ասում հետը կնճիրներն են հավաքում, մեծ տարիքով կինա էլի, վիա հետ ծանոթացել եմ, նախանցած տարի էլի բազարում, այն ժամանակ կարտոֆիլի սերմ էի առնում, ինքը չէր ծախում, բայց մի հատ լավ մարդու սենց խորհրդվեց, ասավ այդ մարդը շատ լավ կարտոշկա ունի, տարավ այդ մարդու մոտ, ասեց իմ աղջիկն է, ամենալավ կարտոֆիլը իրան տուր, այտենց են որ կյանքում չես մոռանում էլ մարդու լավ արածը, լավություն արածը սենց ասեմ, այդ ժամանակվանից իրան ճանաչում եմ, մի քանի հատ էլ պղպեղ հանես տվեց ուղակի առանց գումարի, տարաս մազիս ջան, շատ էլի քիչ չլի, տարդիր, Նայեք ես փոքրեր ավելի լավ է աշխատում, իրանց համար հատուկ տեղ կդնեմ, որ ստեղ եք դնեմ, որ չմոռանամ էլի, ասես մի անգամից ջուրը դիր, որ հետո արմատները հեշտ դուրս կա, մի անգամից բերել եմ ջուրն եմ դրել, կարող ատենց չոր պոկես, ջարդվի, ու իրոք ջարդվում է, շատ նուրբ խոտ է, տորթը պետք է գնամ հավաքեմ, աղջիկներս լոլիկ ամբողջը դրեցի, վերջացրեցի, Գյորգին այնտեղ խոտ է քաղում, անձրև եկավ, մնում է թարխունը դնեմ և պղպեղները, բայց հիմա էլ չգիտեմ, գնամ շոր հագնեմ, գամ նոր դնեմ, որովհետև կթրջվեմ ու հետո էլ ենթակա չեմ լինի աշխատելու, վազեմ գնամ պլաշ հագնեմ գամ, ափսոս է էլի շիթիլները հենց ճիշտ ժամանակն ա դնեմ, որ անձրևը լավ ջրի։ Ահա, աղջիկներս այս անգամ տորտը ելակով եմ այսպես զարդարելու, լտեսնենք արդյունքում ինչ ենք ստանալու, ելակները հատուկ ընտրել ենք,
որպեսզի ավելի սիրուն լինի։ Կարելի է այս ելակների սերմից վրայից հանում են, ոնց են անում լեզ մեկը բացվածը Փողամասից նոր տուն ենք եկել, անձրևը սպասեց, բոլոր շիթիվները դրեցի, Գյորգին փոքր քաղեց ու միանգամից անձրևը եկավ։ Ես Գյորգինը տենցել ասի, ասի կտենաս վերջի շիթիվը կդնեմ ու անձրևը կգա։ Անկյան։ Պես էլ եղավ, հե? Ինչ ունես։ Չես ուտում է Լինա ջան։ Ահա։ Թողնեմ չորանա, բերենք տորթի կրեմը պատրաստենք, ես գանաշով եմ պատելու։ Են որ իմ տորթերը միայն գանաշով են։ Ստեղ մի հատ նայեք նոր եմ դրսից բերել իմ գեղեցկուհիներին։ Հլը տեսեք։ Բայց մեկի գույնը։ Բա հոտը։ Իմ որ տրամադրություն է բարձրացնում։ Եվ այստեղ մի հատ էսպես ենք անում ու անցնում գործի։